Յուրաքանչյուր մայր, ով ունի որդի, խնդրում եմ, կանգ առ և կարդա մինչև վերջ։ Սա սովորական աղոթք չէ, այլ ամենախորը պաշտպանությունն է, որ մայրը կարող է տալ իր երեխային։ Նույնիսկ եթե օրական մեկ անգամ լսես, թող Տիրոջ խաղաղությունը մնա քո տանը։ Տեր Հիսուս Քրիստոս, Աստծու որդի, լսիր իմ, մեղավոր ծառայի աղոթքը, ես իմ երեխայի համար եմ աղաչում քեզ։ Տեր, իմ որդուն հանձնում եմ քո ձեռքը։ Քո սուրբ անվան համար ողորմիր նրան և փրկիր նրան։ Ներիր նրա բոլոր մեղքերը, գիտակցված և անգիտակցաբար։ Լուսավորիր նրա միտքը, առաջնորդիր նրան քո պատվիրանների ճանապարհով։ Բուժիր նրա հոգին և զորացրու նրա մարմինը։ Օրհնիր նրան տանը, աշխատանքի մեջ, ճանապարհին և ամեն տեղ, ուր նա գնում է։ Թող նա միշտ լինի քո սուրբ պաշտպանության տակ, հեռու փամփուշտից, սրից, թույնից, կրակից, ջրհեղեղից, հիվանդությունից և հանկարծակի մահից։ Տեր, այս վտանգներով և գայթակղություններով լի աշխարհում բռնիր նրա ձեռքը, որպեսզի նա չշեղվի ճիշտ ճանապարհից։ Պահպանիր նրան տեսանելի և անտեսանելի բոլոր թշնամիներից, աղետներից, չարից և դժբախտությունից։ Բուժիր նրա բոլոր հիվանդությունները, մաքրիր նրա սիրտը և թեթևացրու նրա ցավերը։ Թող Սուրբ Հոգու շնորհը լցնի նրան, տա առողջություն, երկար կյանք և մաքուր սիրտ։ Օրհնիր նրա ամուսնությունն ու սերունդը, թող նրա կյանքը լցված լինի բարությամբ և Աստծու երկյուղով։ Տեր, երբ ես չեմ կարող լինել նրա կողքին, թող քո հրեշտակները պահեն նրան գիշեր ու ցերեկ։ Տեր, առավոտյան, կեսօրին և երեկոյան ես իմ երեխային հանձնում եմ քեզ, որովհետև արքայությունը, զորությունը և փառքը քոնն են հավիտյան։ Ամեն։ Եթե դու նույնպես լուր անհանգստանում ես քո երեխայի համար, գրիր ամեն։ Թող Տերը պահպանի քո որդուն, որտեղ էլ նա լինի, թող խաղաղ վերադառնա տուն։ Կիսվիր այս աղոթքով մեկ այլ մոր հետ, որպեսզի ավելի շատ երեխաներ ապրեն Տիրոջ պաշտպանության և շնորհի մեջ։